Սկսենք։ Հարկ Տիրոջ։ Ուրեմն հավատք սերիայի վերջին դասն ենք անցնում։ Դասի վերնագիրը ագրեսիվ հավատք։ Ագրեսիվ հավատք։ Արդեն վերնագիրը ինչ որ բան ասում է։ Ես կկարդամ Ղուկաս 10-րդ գլխի 19-րդ խոսքը։ Ղուկաս 10:19։ Տեր Հիսուսն ասեց. «Ահա իշխանություն տվեցի ձեզ, կոխել օձերի եւ կարիճների վրա եւ թշնամու բոլոր զորությանը վրա, եւ ձեզ ոչինչ չի վնասի»։ Ղուկաս 10:19։ Ահա իշխանություն տվեցի ձեզ։ Տեր Հիսուսը այս խոսքերը մեզ ուղղում է նաեւ կոխել օձերի եւ կարիճների վրա եւ թշնամու բոլոր զորությանը վրա եւ ձեզ ոչինչ չի վնասի։ Հետո Գործք առաքելոց 2:4-ում ասում է. «Եվ ամենքը Սուրբ Հոգով լցվեցան եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս»։ Եվ Գործք առաքելոց 1:8-ը նորից Տիրոջ պատվերն է, ասում է. «Բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեզ վրա կգա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում եւ բոլոր Հրեաստանի եւ Սամարիայի մեջ մինչեւ երկրի ծայրերը»։ Ամեն։ Սա Տիրոջ խոսքն է մեզ ուղղված։ Տեսեք Ղուկաս 10:19-ը ասում է. «Ես ձեզ իշխանություն եմ տալիս թշնամու բոլոր զորության վրա»։ Այսինքն նա խոստացավ, որ նրանց իշխանություն կտա թշնամու բոլոր զորության վրա։ Եվ հաջորդ շարունակության մեջ մենք տեսնում ենք, որ ասում է Գործք առաքելոց 2:4-ում նրա իրականացման մասին է խոսում, որ նրանք զորություն առան, Սուրբ Հոգով լցվեցին։ Այսինքն առաջինը տեսնում ենք, որ Տերը խոստանում է, ասում է. «Ես ձեզ զորություն կտամ, ես ձեզ իշխանություն կտամ»։ Երկրորդը նայում ենք, որ կատարվեց այդ ամեն ինչը, այսինքն նրանք զորությունն առան, Սուրբ Հոգին նրանց վրա գալով։ Եվ երրորդը մենք տեսնում ենք, որ արդեն Պետրոսը կանգնել էր ժողովրդի առաջ ու ասում էր. «Ես ունեմ այդ զորությունը»։ Պետրոսը վերցրեց այդ զորությունը։ Եվ երբ որ ինքը կաղի դիմաց կանգնեց 40 տարվա այդ անդամալույցի դիմաց, հրաշալի խոսքեր ասեց. «Ոսկի ու արծաթ չունեմ, բայց այն ինչ որ ունեմ, Հիսուս Քրիստոսի անունով վեր կաց ու կանգնիր»։ Գիտեք, այդ մարդուն թվում էր, թե իրեն ոսկին ու արծաթն է պետք, բայց չէր հասկանում, որ իրեն Հիսուս Քրիստոսն է պետք։ Եվ Հիսուս Քրիստոսը նրա ամեն հարցերը լուծեց։ Եվ տեսնում ենք, որ Պետրոսը կանգնեց ու ասեց. «Ես ունեմ այդ զորությունը»։ Գիտեք, մեզ համար շատ հեշտ է իմանալ, վստահել, որ այո, Աստծո մեջ սա կա, բայց դժվար է ընդունել, որ մեր մեջ սա ունենք։ Աստված Տեր Հիսուսը ասեց. «Ահա ես ձեզ իշխանություն եմ տալիս»։ Նա տվել է մեզ այդ զորությունը, նա տվել է մեզ այդ իշխանությունը։ Ու այստեղ մենք տեսնում ենք Պետրոսի դեպքում, որ այդ ոնց որ մեր դասի վերնագիրն է, այդ ագրեսիվ հավատքը նա գործածեց ելներ։ Ու այս հնարավորությունը ոչ միայն ձկնորսների եւ այդ ձկնորսներ դարձած առաքյալների համար էր, այլ նաեւ մեզ համար է հնարավորությունը։ Այս իշխանությունը նաեւ մեզ է տրված, որպես Քրիստոսից ծնված նրա հոգին ունեցողներ, մենք այդ զորությունը ունենք ելներ։ Ու գիտեք, մեզանից շատերը նույնպես Պենտեկոստե ապրել ենք, Սուրբ Հոգով լցվել ենք, գրեթե նույն ապրումները ունեցել ենք, ինչ որ առաքյալներն են ունեցել, բայց դեռ մեր կյանքում այս զորությունները չեն գործում, ինչ որ գործում էին առաքյալների կյանքում, որ կաղերը քայլում էին, կույրերը տեսնում էին, հիվանդները բժշկվում էին։ Դեռ մենք չենք կարողանում ասել ես ունեմ դա, բայց այնինչ Աստծո հոգին մեր մեջ կա, արդեն այդ զորությունը մեր մեջ դրված է ելներ։ Ղուկաս 24:49-ն ասում է. «Դուք էլ նստեցեք Երուսաղեմ քաղաքում, մինչև վերևից զորություն հագնեք»։ Ու շարունակության մեջ ասում է. «Բայց դուք զորություն կառնեք, երբ որ հոգին կգա ձեզ վրա»։ Զորություն կառնեք, երբ որ հոգին կգա ձեզ վրա։ Իսկ Գործք առաքելոց 2:4-ում նա իսկապես եկավ։ Ասում է մի ձայն լսվեց եւ կրակի լեզուները նրանց վրա եկան եւ այդ զորությունը նրանց վրա իջավ։ Ինչ կատարվեց։ Այն վախվորած առաքյալները, որ թաքնվել են հռոմեական զինվորների կողմից, որ իրենց չէին ուզում իրենց մասին իմանան, այժմ երբ որ զորությունը եկավ, ինչ կատարվեց այս մարդկանց մեջ։ Միթե նրանք փոխվեցին, ոչ, զորությունը նրանց մեջ եկավ։ Այս մարդիկ այլևս չէին վախենում, նրանք կանգնել էին բազմության առաջ եւ ավետարանն էին քարոզում։ Այն զորությունը, այն Հիսուս Քրիստոսը, որ մեռելներին հարություն տվեց, նրա մասին էին խոսում եւ նրա անունով կաղին բժշկեցին։ Փառք Տիրոջ սրա համար։ Մեզ անհրաժեշտ է ելներ լցվել Աստծո հոգով, մեզ անհրաժեշտ է հավատալ դրան։
Պետրոսի պես հավատալ է պետք մեզ ուղակի, որ մենք այդ զորությունը ունենք։ Ոչ թե ուղակի խոսքեր ասենք, ոչ թե ուղակի Աստվածաշնչում կարդանք, գիտեք, այս աղոթքը շատ եմ անում, ասում Տեր, տուր, որ իմ աչքերը տեսնեն քո վայելչությունն ու քո փառքը։ Հոբ ասում էր, միջև այսօր ականջներով էի լսել քո մասին, բայց հիմա աչքերովս եմ տեսնում քեզ։ Սա մեր սրտի փափագը պետք է լինի։ Տեր, ես ուզում եմ տեսնել քո փառքը։ Ես ուզում եմ տեսնել քո զորությունները։ Չեմ ուզում դրանց մասին լսել, չեմ ուզում YouTube-ում վկայություններ դնեմ ու դրանցով քաջալերվեմ։ Տուր ինձ տեսնել այդ զորությունները, տուր ինձ տեսնել այդ փառքը, որտեղ այն հոգին, որ առաքյալների մեջ էր, այդ հոգին նաև իմ մեջ է։ Ամեն։ Տիրոջ խոսքը ասում է, նա նույնն է երեք այսօր ու հավիտյան։ Մեզ սրան հավատալ է պետք սելներ։ Մեզ այս հավատք հաճեցնել է պետք։ Այո, Աստծո հոգին մեր մեջ է։ Ու Պետրոսը կանգնեց ու ասեց. ես ունեմ։ Ես գիտեմ, որ երեք ինչ որ բան եմ ստացել, երբ որ կաղի դիմաց կանգնեց։ Երեք Տիրոջ հոգին ինձ այցելել է, այդ զորությունը տվել է ինձ։ Ես դա ունեմ ու այդ զորությունով կարող եմ քեզ բժշկել։ Պետրոսը չբժշկեց նրան սելներ, բայց Պետրոսը ստացել էր ինչ որ մի բան, որ կարող էր տալ այդ կաղին։ Հենց դա էր բանալին։ Եվ ինչ էր դա։ Դա Սուրբ Հոգու զորությունն էր։ Այդ զորությունը մենք ունենք Տիրոջից ստացած։ Եվ այդ զորությունն էր, որ կաղին քայլել տվեց։ Ու կաղը վեր կացավ քայլեց։ Եվ կրոնավոր մենք գիտենք աշխարհախառնվել իրար ինչպես կարելի է այսպիսի բան անել, բայց այդ զորությունը ֆորոպվեց այս կաղին, նա սկսեց ցատկել ու Աստծո տաճարի մեջ փառաբանել Աստծուն։ Այս զորությունները որ գործում են, այս հրաշքները որ գործում են, իսկապես սրանք հզոր գործեր են անում։ Եվ հենց սա էր, որ այս կաղի բժշկությունը պատճառ եղավ, որ 5000 մարդ այդ օրը դարձավ Տիրոջ։ Եվ եկեղեցին օր-օրի ասում էր, ավելանում էր։ Ամեն։ Ու մենք պետք է ազատվենք Աստծո գործերը սեփական ուժերով անելու փորձերից։ Ոչ թե մեր սեփական ուժով։ Նորից կրկնում եմ իմ սիրելի համարներից մեկը, ոչ ուժով, ոչ զորությունով, այլ Աստծո հոգով։ Արի դնենք մեր տաղանները մի օր հիասթափվելու ենք։ Արի անենք մեր բարի գործերը, մի օր մարդիկ ասել են, «Էս ինչ ես անում»։ Ամեն ինչից մենք հոգնելու ենք, արի մեր ուժը դնենք, մեր գործը դնենք, մեր ներուժը դնենք, մի օր հոգնելու ենք, բայց այն ինչ որ Աստծո հոգուց ենք մենք դնում սիրելներ, մենք վազում ենք ու չենք հոգնում։ Եվ Տիրոջ խոսքը ասում է, Տիրոջը ապավինողները կվազեն եւ չեն հոգնի, ամեն։ Երբ որ մեր զորությունը, մեր զորության աղբյուրը դրանից է գալիս, եւ մեզ անհրաժեշտ է, որ ամբողջությամբ Աստծո հոգուց լիարժեք կախվածության մեջ լինենք։ Ու այդ ժամանակ մենք կարողանանք Քրիստոսին հայտնել այս եկող սերունդին եւ ընդհանրապես մարդկանց։ Ու Պողոս առաքյալը դրա համար էր ասում Ֆիլիպպեցիների 1:21-ում. ինձ համար կյանքը Քրիստոս է։ Ինձ համար կյանքը Քրիստոս է։ Հենց սրանում էր կայանում Պողոս առաքյալի ողջ կյանքի իմաստը։ Միակ կյանքը, որը գործում էր նրա մեջ, դա Քրիստոսի կյանքն էր։ Քրիստոսի կյանքն էր։ Եվ հենց այդ կյանքն էր, որ կաղին բժշկել էր տալիս։ Եվ հենց այդ կյանքն էր, որ կույրին տեսնել էր տալիս։ Եվ հենց այդ կյանքն էր, որ դառը ջրերը քաղցրացնում էր սելներ։ Մեզ Քրիստոսին ունենալը պետք։ Ինձ համար կյանքը Քրիստոս է։ Սիրում ենք, չէ՞, մարդիկ կան, ովքեր սիրում են իրենց խոսակցականի մեջ մեկը մյուսին կյանք են անվանում։ Մեր կյանքը դա Հիսուսն է։ Կյանքի իմաստը Հիսուսն է։ Նա է, որ մեր կյանքին իմաստ է տալիս։ Նա է, որ մեր կյանքը զարդարում է, ամեն։ Եկեք ուղղակի մեր սեփական գործերով չփորձենք անել։ Երբեմն սիրում եմ այս արտահայտությունը նորից կրկնել։ Երբեմն կարիք կա, որ կանգ առնենք եւ ասենք. Տեր, ուր ես դու։ Ես քո կյանքի կարիքն ունեմ։ Ես չեմ ուզում մտահոգված լինել, որ մարդկանց հանկարծ չկորցնեմ եւ այսպես ինձ համար գերագույն մտահոգությունը պետք է այս լինի. ուր է քո ներկայությունը։ Քո ներկայությամբ եմ արդյոք ծառայեմ թե չէ։ Քո ուժով ու քո զորությամբ եմ ծառայեմ թե չէ։ Պողոս առաքյալը ասում էր Կորինթացիներին, ասում էր. ես ձեզ մոտ չեկավ ոչ թե մարդկային պատիվ իմաստությունով, այլ Սուրբ Հոգու զորությունով։ Մարդկային իմաստությունը չի կարող ոչ մի բան անել։ Առաջի 2 օրը կհիանանք։ Երրորդ օրը, երբ որ այդ մարդու արարքները տեսնենք, ասենք լսրա խոսացածին ու սրա արարքներին։ Եվ դրա համար Պողոս առաքյալը ասում էր. կգամ, դուք ձեր գործերը կցույց տաք, դուք ձեր խոսքերը ցույց կտաք, ես էլ իմ զորությունը ցույց կտամ։ Նա գալիս էր ոչ թե մարդկային իմաստությունով, այլ նա գալիս էր Սուրբ Հոգու զորությունով եւ մենք կարիք ունենք Սուրբ Հոգու զորությունով գործելու։
Ու գիտեք, երբ որ Պողոսը ինչ-որ մի քաղաք էր գնում, հակառակորդը անհանգստանում էր։ Որտեվ գիտեր, որտեղ որ Պողոսը գնա, այնտեղ արթնություն է լինելու, այնտեղ փոփոխություն է լինելու, կամ արթնություն է լինելու, կամ Պողոսի դեմ ապստամբություն է լինելու։ Անգամ քարկոծում էին նրան, մահացած էր համարվում, նա նորից վեր էր կենում ու նորից մտնում էր այդ քաղաք ու սկսում էր քարոզել։ Թշնամին ինքը խառնվում էր, դժոխքն էր խառնում, ինչի, որտեվ Պողոսի մեջ Քրիստոսի կյանք կար, ու նա քարոզում էր այս զորությունով սիրելիներ, ու այդ զորությունը նրան օգնում էր։ Եվ նա ասում էր, որ այս ավետարանը ոչ միայն խոսքերով է քարոզվում, այլ Սուրբ Հոգու զորությունով։ Եվ դրա համար Պողոսը իր նամակներում Հռոմեացիների 15-19-ում ասում է. նրա նշանների եւ հրաշքների զորությունով, Աստծո Հոգու զորությունով, այնպես որ ես Քրիստոսի ավետարանով լցրել եմ։ Նշանների եւ հրաշքների զորությունով եւ Աստծո Հոգու զորությունով էր նա գործում։ Եվ այդ Հոգու զորության մեջ Պողոսը հռչակում էր ավետարանը։ Նրանք հավատում էին այն ամենին, ինչ ասել էր Հիսուսը։ Այսինքն դրանք իրենց համար զուտ խոսքեր չէին։ Նրանք հավատում են, որ եթե Տերը ասել է, որ ես ձեզ իշխանություն ու զորություն եմ տվել, գնացեք ու արեք, նրանք բռնում էին այս խոսքերից, հավատում էին այս խոսքերից։ Եվ այս հավատքն էր, որ նրանց շարժում էր։ Եվ այս հավատքն էր, որ ագրեսիվ հավատք էր դառնում, ուր որ գնում էին թշնամին խոչապի էր մատնվում։ Ինչի, որովհետև հավատացել էին նրան, ով որ խոսացել է իրենց հետ։ Հավատում էին նրա խոսքին։ Սիրելիներ, մեր կյանքի մեջ փոփոխություն կգա այն ժամանակ, երբ որ մենք Տիրոջ խոսքին ամուր բռնենք ու հավատանք այդ խոսքին։ Այո, Տեր, դու այսպես ես ասել։ Այո, ես հավատում եմ այդ խոսքերին։ Ու մենք հավատում ենք, որ կարող ենք լցվել Սուրբ Հոգով, բայց հրաժարվում ենք հավատալ, որ ըստ նրա խոսքերի այստեղ զորություն է լինելու։ Այո, մենք հավատում ենք, որ լցված ենք Սուրբ Հոգով, բայց որ հենց հիմա ասենք պետք է աղոթենք այս իր բժշկության համար, մենք այդտեղ տկարանում ենք։ Ուրիշի համար աղոթելը հեշտ է մեզ համար։ Մեր սեփական անձի համար աղոթելը շատ դժվար է, բայց մենք պետք է աղոթենք։ Մենք պետք է չդադարենք, մենք պետք է հավատքով աղոթենք։ Տեր, տուր ինձ քո հավատքը։ Տեր, աճեցրու իմ հավատքը։ Ես ուզում եմ իմ մեջ քո հավատքը բարձրանա, Տեր։ Ես ուզում եմ քո հավատքով լցվել, Տեր իմ Աստված։ Ես ուզում եմ հավատալ քո խոսքին, քո խոսքից կարճած լինել։ Քո խոսքը լինի իմ կյանքի հիմքը, Տեր իմ Աստված։ Եվ գիտեք, Սաղմոս 11-ի մեջ ասում է, թե որ արդարի հիմունքը քանդվի, արդարը ինչ կանի։ Եթե մեր հիմքը քանդվի, սիրելիներ, մենք ուղակի մեր հավատքի կյանքը կկորսվի, մենք կտատանվենք, բայց մեզ պետք է Աստծո խոսքով մեր հիմքը հաստատել։ Տեր, ես քո խոսքից կարճած եմ ուզում մնալ։ Ու Տեր ասեց. ես ձեզ զորություն եմ տալիս թշնամու բոլոր զորության դեմ, ոչ թե մասամբ, ոչ թե ինչ-որ մի փոքր հատված, այլ ամբողջ զորության դեմ ես ձեզ զորություն ու իշխանություն եմ տալիս։ Եթե մենք հրաժարվենք սիրելիներ կիրառել այդ զորությունը, մենք կդառնանք հենց թշնամու զոհը։ Բայց կամ մենք ենք հարձակվելու, կամ ինքը, կամ մենք այդ զորությունը գործելու ենք, կամ ինքն այդ զորությունը մեր դեմ գործելու, բայց Աստված մեզ իշխանություն է տվել, որ մենք գործենք։ Ու նա դրան է սպասում։ Երբ որ ես դու մեր իշխանությունը չգործածենք, ինքը սկսի իշխանություն գործածել։ Բանակում մի հատ խոսքեր էի կարդացել, հիշեցի, մեջս տպավորվել է։ Ասում են, նրանք, ովքեր վախենում են շրջապատից, նրանք իրենք են շրջապատի վրա սարսափ տարածում։ Եվ սրա մեջ ճշմարտություն կա ինչ-որ։ Հակառակորդը վախենում է Քրիստոսից, եւ եկեղեցու վրա ինքը սարսափ է ուզում տարածի, բայց վախենալով այն զորությունից, որ եկեղեցու մեջ կա սիրելիներ։ Մեր մեջ այդ զորությունը կա։ Աստված արդեն դրել է մեր մեջ։ Տեսեք, Աստված Մովսեսին չասեց գնա Եգիպտոս, ինչ որ միտեղ թաքնվիր ու սկսիր այնտեղ աղոթք անել, որ Աստված իր ժողովրդին ազատի, այլ նա ասեց ես քեզ այնտեղ եմ ուղարկում իմ անունով ժողովրդին ազատելու։ Ես քեզ այնտեղ եմ ուղարկում, դու պիտի ազատես։ Դու պիտի ազատես, ես հենց քեզ եմ ուղարկում։ Ու Աստված մեզ ասել է, այն որ կապես երկրի վրա կապված կլինի։ Ու այն ինչ որ արձակես, արձակված կլինի։ Գրված չի Աստված կկապի կամ Աստված կարձակի, գրված է կկապես, կապված կլինի, կարձակես, արձակված կլինի։ Մովսես դու պիտի գնաս ու դու պիտի ազատես, որտեղ ես քո մեջ դրել եմ այդ հոգին, որտեղ ես քո մեջ դրել եմ այդ զորությունը, եւ Աստված որպեսզի անի իր գործը անոթ է պետք, ով որ կհամաձայնվի, ով որ կասի Տեր,
դիր իմ մեջ քո հավատքը, դիր այդ զորությունը, ես ուզում եմ այդ զորությունով գնամ։ Եվ տեսեք, մեծագույն բաներից մեկը, որ ուզում եմ ճշմարտություններից մեկը ասեմ, եկեղեցու նպատակը նրանում չի, որ ետ պայի սատանային։ Եկեղեցու նպատակը նրանում է, որ հաղթի նրան։ Ոչ թե որ պահենք, հանկարծ չմոտենա, այլ եկեղեցին նրա համար է, որ հաղթի։ Նա չի կարող եկեղեցուն հաղթել։ Ամեն Աստծո խոսքն է ասում, դժոխքի դարպասները չեն կարող հաղթահարել։ Տիրոջն է երկիրը եւ նրա բոլոր լիությունը։ Բայց խոնարհները երկիրը կժառանգեն, Տիրոջ խոսքն է ասում։ Հիսուսն ասում էր, ես տալիս եմ, եկեղեցին պետք է ունակ լինի, ասել ես ունեմ, ես տալիս եմ։ Մեզ ընդամենը պետք է ընդունել սա, մեզ ընդամենը պետք է հավատալ սրան։ Ու պատերազմի դաշտում գտնվում է աղոթքի զոհասեղան, պատերազմի դաշտը գտնվում է աղոթքի զոհասեղանի մոտ սիրելիներ։ Մենք աղոթքի զոհասեղանի մոտ է որ պատերազմում ենք։ Մեր սիրելի Ռաֆի Շավերձյան եղբայրը մի հրաշալի երգ ունի, ասում է ծնկների վրա։ Հիշում եք այդ երգը։ Ծնկների վրա հաղթություն է գալիս։ Ծնկների վրա փոխվում է իրավիճակները, երբ որ մենք ծնկների վրա ենք գալիս, աղոթքի կյանքի մեջ սիրելիներ շատ բաներ է փոխվում։ Եվ մենք պետք է իմանանք, որ մեր պատերազմի դաշտը դա զոհասեղանի մոտ է։ Զոհասեղան, որտեղ դու քեզ զոհում ես, զոհասեղան, որտեղ դու բաներ ես թողնում, բայց դու գնում ես համառորեն, ասում ես Տեր, ես ուզում եմ գալ եւ ստանալ այդ ամեն ինչը։ Տեսեք, Դանիելի մարգարության մեջ մենք ինչ ենք տեսնում։ Նա համառորեն սպասում էր։ Նա շարունակեց իր աղոթքը։ 21 օր համառորեն նա շարունակեց ու չդադարեց իր աղոթքը։ Նրա աղոթքը հենց առաջին օրը լսվել էր, բայց նա պայքարեց, որտեղ նա հավատում էր, որտեղ նա խոսք էր տեսել, նա կարդացել էր, որ Աստված պետք է ազատի իր ժողովրդին, նա խոսք ուներ Աստծուց եւ համառորեն ինքը շարունակեց այդ աղոթքը։ Սրանք պարզապես խոսքեր չէին։ Դա նշանակում էր, որ նա պայքարի մեջ էր մտել։ Երբ որ հրեշտակը նրան հայտնվեց, ասեց սատանան խանգարում էր, որ դու պատասխանը ստանայր։ Ինչ հաղթեց սատանային։ Դանիելի հավատքն էր։ Նա հավատքով կանգնեց, նա այդ խոսքից ամուր բռնեց։ Տեր, ես չեմ դադարելու աղոթելուց, մինչև այդ պատասխանը չստանամ։ Մի եղբայր, հիշում եմ, մի անգամ մեզ մոտ եկավ ծառայելու, ասում է, հավատքի համար իրեն բանտ էին նստեցրել։ Երբ որ բանտից դուրս է գալիս, տեսնում է, որ երեխաները մի մասը աշխարհ են գնացել։ Եվ փակվում է իր սենյակում ու ասում է, Տեր, ես այս սենյակից դուրս չեմ գալու, մինչև իմ երեխաները հետ չդառնան դեպի քեզ։ Ու աղոթքով, ծոմով փնտրում է Տիրոջը ու իրենց ամբողջ գերդաստանը հիմա Տիրոջն է։ Փառք Տիրոջը։ Մենք այսպես պետք է լինենք հավատքի մեջ, համառ լինենք, ագրեսիվ լինենք։ Եվ իմ սիրելի պատմություններից մեկը Տեր Հիսուսը մի մարդ կար, ում որ Աստծուց խոսք կար։ Նրան ասվել էր. «Միջև չտեսնես խոստացյալը, չես մահանալու։ Միջև չտեսնես Մեսիան, չես մահանալու»։ Եվ այս մարդը բռնել էր այս խոսքից։ Հավատք ուներ։ Գիտեք, իր ծերության տարիքն էր։ Ծերության ժամանակ տարբեր ցավեր մարդկանց այցելում են, տարբեր խնդիրներ այցելում են։ Բայց այս մարդը իր ծերության ժամանակ ինքն իրեն երևի համոզում էր, ասում էր չկոտրվես, Տերը քեզ խոսք է ասել, դու պիտի տեսնես խոստացյալին, դու պետք է տեսնես Մեսիային։ Երևի թե առավոտյան դժվար էր արթնանում, ասում էր դե պարկած մնամ էլ չեմ կարող, Տեր հոգիս առ եկել, հիշում էր, ես խոստումը նորից ինքն իրեն ասում էր վեր կաց, իրավունք չունես հանձնվելու, Տերը քեզ խոսք ունի տված, պետք է այս խոսքից ամուր բռնես, սпасելու մեջ զորություն կա սիրելիներ։ Երբ որ մենք Տիրոջից խոսք ունենք, մենք պետք է սпасենք, հավատքը մեր պետք է գործի մեջ դնենք։ Եվ տեսեք, Գործք առաքելոց 12-ում կարդում ենք մի պատմություն, որտեղ Պետրոսին բանտն էր դրվել։ Հակոբոսին արդեն գլխատել էին ու հաջորդ օրն էլ պատրաստվում էին, որ Պետրոսին էլ արդեն գլխատեն։ Եվ հետաքրքիր է այստեղ Պետրոսը մտածում էր, դե Հակոբոսին գլխատել են, երևի թե ինձ էլ դե կգլխատեն, համակերպվել էր, ասել էր դե ես մի գիշերնա հանգիստ քնեմ, առավոտյան կարթնանամ, կգլխատեն, կգնամ կմիանամ մնացած սուրբերին Տիրոջ կմոտենամ։ Բայց Տիրոջ ծրագիրը իր համար ուրիշ էր։ Այո, Տերը թույլ տվեց Հակոբոսի համար, բայց ոչ Պետրոսի համար։ Դեռ Պետրոսի համար ծրագիր ուներ Տերը։ Ու որպեսի նա ազատվեր այդ բանտից, մի քանի դարպասներ պետք է անցներ։ Բայց եկեղեցին ինչ արեց։ Աղոթեց։ Համառորեն, ագրեսիվորեն աղոթեց։ Եվ այդ աղոթքը 15 րոպեանոց աղոթք չէր սիրելիներ։
Այնպիսի զորությամբ նրանք աղոթեցին, որ Հռոմի այդ զորության դեմ դուրս եկան։ Եվ Աստված հրաշալի կերպով մենք գիտենք, որ ազատեց նրան։ Եկեղեցին համառորեն կանգնեց, ասեց, այնքան պիտի աղոթենք, որ մեր հովիվը ազատության մեջ լինի։ Չպիտի նա կապանքի մեջ լինի։ Նա պետք է ազատվի, նա պետք է դուրս գա այդ բանտից։ Ու նրանք 15 րոպեանոց աղոթք չարեցին, այլ նրանք երկար ժամանակ աղոթք արեցին, պատերազմին այնքան ժամանակ, մինչև որ անգամ Պետրոս հայտնվեց դռան մոտ, նրանք էլ են կասկածում, արդյոք Պետրոսն է, թե Պետրոսը չէ։ Ու նրանք գիտեք ինչ էին ասում այլ խոսքերով հակառակորդին, դու չես սպանի մեր հովվին։ Մենք համառորեն, մենք ագրեսիվորեն մեր աղոթքը կանենք, դու ոչ մի իշխանություն չունես նրա կյանքի մեջ։ Մենք կհասնենք նրան, ինչ որ Տերը մեզ խոստացել է, որտեղ մենք Տիրոջից խոսք ունենք։ Գիտեք, մեր եղբայրներից մեկը, մեր Վանաձորի Զավեն եղբայրը, մի պատմություն եղավ իր հետ։ Եկեղեցու այդ տարածքում 3 բարդու ծառ կար, ու այդ ծառերից մեկի վրա հոսանքը, որ գալիս էր միանում էր եկեղեցուն, հոսանքը ճղների հետ փաթաթվել էր ու կարիք կար, որ այդ ճղներից առանձնացվեր։ Ինքն էլ բարձրանում է այդ ծառը եւ միջև ուզում է, որ դա այդ հոսանքը առանձնացնի ճղներից, հանկարծ զգում է, որ ճնշման տատանում է ունենում։ Ու փորձում է ծառից պինդ բռնվի ու էլ չի հիշում։ Ու մոտավորապես, չգիտեմ, մի 7-8 մետրից ընկնում է ու ներքևը մեծ հաստ բարդուր է լինում, գլխով բարդուրին է տալիս։ Ու իրան տանում են վերակենդանացման այդ բաժանմունք ու եկեղեցին սկսում է համառորեն աղոթել։ Ովքեր մեր եկեղեցուց են կհիշեն, սկսում են համառորեն աղոթել ու այնպիսի աղոթք է բարձրանում, անգամ վկաներ կային այդ ժամանակ բանակում են եղել։ Ասում են այնպես էին աղոթում, այդ ձայնը ասես մեկ ձայնի պես դուրս էր գալիս, կարծես բոլորի մեջ, բոլորի ներսից մի հատ աղաղակ էր դուրս գալիս, որ Տեր կենթանացրու նրան։ Եվ ասում են մեկ հովվական է լինում, այդ հովվականի ընթացքում էլ ասում են ու սկսում են աղոթել ու այդ հովներից մեկը հանկարծ տեսիլք է տեսնում, թե հոգում է, զգում է, որ Տերը մահվան հոգուն ասում է հետ դուր նրան։ Ու գիտեք, Միջև այդ ինքը բաները խոսալուց լինում, որ ինքն էլ չի հասկանում։ Մեր հովվիկին է իր կողքն է լինում, ասում է, խոսալուց չի էլ հասկանում, մեկ էստեղից էր խոսում, մեկ այնտեղից։ Բժիշկները հույս չեն տալիս, որ ինքը կվերականգնվի։ Եվ կար ժամանակ հետո, կարծեմ հաջորդ օրը վերականգնվում է ինքը։ Ինչի՞, որտեվ ժողովուրդը կանգնեց աղոթքով, որտեվ ժողովուրդը իր ագրեսիվ աղոթքը դրեց դրա մեջ։ Ոչ մի իրավիճակ, խնդիր չի հանդիսացել Քրիստոսի համար։ Ոչ մի իրավիճակ, ոչ մի բարձրացած խնդիր, նրա համար ոչ մի հարց չէր լուծում։ Նա ամեն ինչի մեջով ճեղքում էր ու անցնում էր սելներ։ Նա ընդհատեց թաղումը, հարություն տվեց մահացածին։ Նա բախվեց մի մարդու հետ, ով բռնված էր 2000 դևերով ու ազատագրեց նրան։ Ում ոչ միայն ազատագրեց նրան, ասեց գնա ու քարոզիր այն, ինչ որ քո հետ Աստված արեց։ Նա հանդիպեց Իծնե կույրին ու նրա աչքերը բացեց ու ասեց գնա Սելովամի ավազանում լվացվիր։ Ու մարդը վերադարձավ ամբողջությամբ արդեն առողջ։ Նա հանդիպեց 38 տարվա անդամալուծին եւ նրան ասեց վերցրու անկողինդ։ Նա հանդիպեց այն անդամալուծին բերեցին նրան ասեց ներվել են քո մեղքերը։ Նա քայլում էր ջրերի վրայով, նա հրամայում էր ծովին խաղաղվել։ Նա հանգստանում էր փոթորիկի ժամանակ, կարծես թե նորածին լիներ, կարծես թե ոչ մի բան չկար։ Այդ նույն Հիսուս Քրիստոսը մեր մեջ է բնակվում Սուրբ Հոգու միջոցով։ Կարող ենք ասել ամեն։ Այդ նույն Հիսուս Քրիստոսը իմ ու քո մեջ է բնակվում, սիրելիներ։ Հավատանք սրան, թե չհավատանք, այդ նույն Հոգին մեր մեջ է։ Հիսուս Քրիստոսին մեռելներից հարություն տվող Հոգին մեր մեջ է։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Նա կարող էր անհանգստության մեջ հանգիստ լինել։ Նա կարող էր փոթորիկի ժամանակ իրեն խուճապի չմատնել։ Նա կարող էր անհնարինը հնարավորին դարձնել։ Եվ այդ նույն Հիսուս Քրիստոսը իմ ու քո մեջ բնակվում է։ Փառք Տիրոջ սրա համար։ Մենք վերստին ծնվել ենք, որպեսզի Քրիստոսն ապրի մեր մեջ եւ մեր միջոցով։ Ոչ միայն մեր մեջ նա պիտի ապրի սերներ, այլ մարդիկ մեր մեջ պետք է տեսնեն Քրիստոսին։ Մեր հպումից պետք է Քրիստոսի զորություն առնեն։ Մեր խոսքերից պետք է Քրիստոսի խոսքերն առնեն։ Մեր աչքերի մեջ պետք է տեսնեն Հիսուսին։ Ռենարդ Բոնկեն ասում է, եկեղեցու համար պետք է գնային գործիք առնելու երաշտական գործիք։ Մտանք խանութ, որպեսզի գործիքն առնենք, եւ այդ վաճառողը ինձ տեսավ, ասեց. Ես Հիսուսին եմ տեսնում ձեր մեջ։ Եվ ասում է, հետո ես զարմացա, ասեց, սա ինչ է կատարվում, ու Սուրբ Հոգին ինձ հետ խոսեց, ասեց, տղաս,
ես ուղղակի ուզեցա քո աշկերի պատուհանից մի պահ նայեմ, ասում։ Պետք է նա մեր աչքերով նայ սիրելիներ։ Մեր աչքերը պետք է այնքան սուրբ լինեն, որ նա մեր աչքերով նայի։ Մեր ձեռքերը պետք է այնքան մաքուր լինեն, որ մեր ձեռքերով նա հապվի։ Մեր շուրթերը պետք է այնքան մաքրված լինեն ու կրակով փորձված լինեն, որ մեր շուրթերի խոսքերը մարդկանց հպվի եւ այդ խոսքերը Հիսուս Քրիստոսի խոսքերը լինի։ Ու Տեր Հիսուսը ասում էր, այս ցեղը դուրս չգա, եթե ոչ աղոթքով ու ծոմով։ Մենք կարիք ունենք զոհասեղանի մոտ գնալու։ Մենք կարիք ունենք հարատևելու աղոթքի ու ծոմի մեջ սելներ։ Եթե չկա աղոթք, եթե չկա ծոմի կյանք, չի կարող ոչ մի բան փոխվել սելներ։ Մենք երբեմն հանդիպում ենք խնդիրների ու ասում ենք, այս խնդրի լուծումը ինչի չի լինում, որովհետև չենք աղոթում, որովհետև համառորեն չենք կանգնում, որովհետև ծոմի աղոթքի կյանք չենք վարում, բայց մեզ պետք է սրա մեջ լինել։ Հիշում եք այն պատմությունը, որ ասացի ինձ համար լուրջ խնդիր էր բարձրացած, երեք էի պատմում։ Ու այդ ծոմի ժամանակ Տիրոջ հոգին ինձ ասեց, քո հարցերը լուծված են։ Ուղղակի մեզ պետք է ծոմի ու աղոթքի մեջ գնալ սելներ։ Երբ դուք ծոմ եք պահում, դուք ճնշում եք ձեր մարմինը։ Երբ դուք աղոթում եք, դուք բարձրացնում եք ձեր հոգին, ու հոգին բարձրանում է քո մեջ։ Ու տեսնում ես, էլ մարմինը քո վրա չի ազդում։ Անկամ այստեղ տեսեք, այս 10 քանի օրվա մեջ մենք այստեղ ենք, զգում ես ինչպես է քո հոգին բարձրանում։ Ու մարմնավոր ինչ-որ բաներ կան, անգամ ֆիզիկական հոգնածությունը քո վրա այնքան չի ազդում, որտեղ քո հոգին փափագում է, որ լսես ու ընդունես, Տիրոջ հետ հաղորդակցվես։ Ամեն։ Մեզ պետք է ծոմով ու աղոթքով ուղղակի խոնարհվել Տիրոջ առաջ։ Թշնամին գիտի սելներ, որ աղոթքի միջոցով արձակվում է իրական հավատք։ Նա գիտի դրա համար ամեն բան նա անելու է, որ ես դու աղոթքի կյանք չունենանք։ Ամեն օր քեզ ասելու է վաղը։ Վաղը։ Վաղը կընծայվես աղոթքի մեջ, բայց աղոթքի մեջ մեծ զորություն կա։ Եթե եկեղեցին չաղոթեց, չի կարող փոփոխություն լինել սերներ։ Եթե եկեղեցին ոչ թե ուղղակի պլան է կատարում ենք, այլ աղոթքի կյանքի մեջ մենք պետք է ներգրավենք սերներ։ Աստված բարեաճեց իր որդուն ինձնով հայտնել, ասում էր Պողոս առաքյալը Գաղատացիներ 1:15-16-ում։ Աստված բարեաճեց իր որդուն ինձանով հայտնել։ Աստված բարեաճեց իր որդուն քեզնով հայտնել, ինձնով հայտնել։ Նա ուզում է իր որդուն հայտնել այս աշխարհին մեր միջոցով, ում միջոցով, եթե ոչ մեր միջոցով։ Մենք նրա եկեղեցին ենք, մենք նրա անոթներն ենք։ Եվ ուզում եմ մի բան էլ ասել։ Հավատքը մուրացկան չէ, որ ողորմություն է մուրում։ Հավատքը զինվոր է, հավատքը համարձակ է, նա իր վրա վերցնում է հրամանատարությունը։ Հավատքը հակառակում է սատանային, ցրում է խավարը, ազատագրում մարդկանց, ովքեր շղթայված են, գերիներին ազատ է արձակում, բացում է կույրերի աչքերն ու խուլերի ականջները։ Հավատքը այսպիսին է սերներ։ Հավատքը զորություններ է գործում, փառք Տիրոջ սրա համար։ Հավատքը, գիտեք, նման է այդ մեծ տրակտորներ կան, չէ՞, այդ բուլդոզերներին են նման, որ ամեն ինչ իր ճանապարհից ինքը հեռացնում է։ Մի կողմ է տանում։ Հավատքն ասում է Աստված իմ կողմն է, իսկ ես սատանային դեմ եմ։ Աստված ինձ հետ է։ Էլի ինչը կարող է մեզ հակառակ կանգնել, եթե Աստված մեզ հետ է։ Ամեն։ Տիրոջ խոսքն է սա մեզ ասում։ Ու Իսրայելը, երբ որ քայլում էր Երիքոյի պարիսպների մոտ, նրանք ոչ թե աղոթում էին, ասում են Տեր մեզ հաղթություն տուր Երիքոյի բնակիչների վրա։ Երիքոյի պատերը չընկան, որտեղ նրանք բարի են կամ խնդրում էին, ուղղակի նրանք ունեին խոսք, նրանք հավատք ունեին։ Տերը ասել էր. տալու եմ ձեզ։ Հիշում եք 12 լրտեսները գնացին ու եկան։ 10 միաձայն ասում էին անհնար է, բայց երկուսը ունեին խոսք։ Ինչի՞։ Որտեղ այն խոսքը, որ երկնքից է գալիս, այդ խոսքի մեջ զորություն կա սերներ։ Այն ռեմա խոսքը, որ մենք Տիրոջից առնում ենք։ Նրանք տեսան աչքի երևացածով, բայց հավատքը ուրիշ բան է տեսնում։ Նրանք տեսնում են, որ այնտեղ հսկաներ կային, այդ երկիրը օրհնված է, նրանք պատրաստված են, նրանք զինվորներ են, մարտիկներ են, բայց այդ երկուսը միայն Հեսուն ու Քաղեբը նայում են Տիրոջը։ Տեր, դու մեզ խոսք ես տվել։ Դրա համար Դանիելի մարգարության մեջ ասում է. Տիրոջը ճանաչող ժողովուրդը կզորանա ու կգործի։ Ովքեր ճանաչում են նրան, ովքեր նրանից խոսք ունեն սիրելներ։ Ու դրա համար նրանք քայլեցին սպասումով ու այդ պարիսպներ ընկան։ Քանդվեց ամեն բան, ամեն խոչընդոտ քանդվեց։ Աստված մեզ ասում է. ես ձեզ զորություն եմ տալիս բացել այդ դարպասները ու դուրս գալ։ Ես ձեզ զորություն եմ տվել։ Դժոխքի դարպասները չեն հաղթի մեզ սիրելներ։
Տիրոջ խոսքն է, ես ձեզ զորություն եմ տալիս։ Ու գիտեք, Մովսեսը կանգնել էր Կարմիր ծովի դիմաց։ Ու Տիրոջ հարցում էր, ասում էր, ինչ անեմ Տեր։ Տեր միգուցե ինչ-որ մի բան անես։ Դժվար է, ժողովուրդ այս կողմից են նեղում, փարավոնի զորքը հետևից, ծովը դիմացը, երկու կողմերը լեռներ են, չգիտեմ ինչ անեմ Տեր, միգուցե մի բան անես, սպասում էր Տիրոջից, բայց Տերը նրան հակառակն է ասում, ծովը ճեղքիր, գավազանդ բարձրացրու, ես քեզ եմ ասում, դու պիտի անես, ես քո մեջ դրել եմ արդեն դա, ինչ կա քո ձեռքում, եւ այս ինչ կա քո ձեռքում իմ կյանքի մեծագույն հայտնություններից մեկն է։ Մովսեսին, երբ որ Տերը հանդիպեց, ասեց, ինչ կա քո ձեռքում։ Մենք երբեմն գնում ենք Տիրոջը, ուզում ենք ինչ-որ մեծ բաներ անել, Տեր այս անեմ, բայց ո՞նց անեմ, ինչպես անեմ, Տերը ասում է, ինչ կա քո ձեռքում։ Եթե գիտես, կարաս այսիշ ծառայությունն անես, եթե փոշիները կարաս մաքրես, այդտեղ հաջողված ես, արա։ Եթե գիտես երաժշտության մեջ հաջողված ես, սա արա։ Տերը կաճեցնի, Տերը մյուս ծառայություններն էլ քեզ կտա։ Ինչ կա քո ձեռքում, ինչի մեջ հաջողություն ես տեսնում, ինչի մեջ ես Տիրոջ օրհնությունները տեսնում։ Ու Մովսեսին ասեց, ինչ կա քո ձեռքում, բարձրացրա, ճեղքիր ծովը, ոչ թե ես եմ անելու, այլ ես քո միջոցով եմ անելու։ Բարձրացրու ձեռքդ, վեր կաց ու սկսիր գործել, ու սկսի անել այն ինչ որ Աստված քեզ ասում է։ Աստված տալիս է արթնություն, սիրելիներ։ Մենք պետք է տեսնենք ինչպիսի հնարավորություններ է տալիս հավատքն Աստծո հանդեպ։ Մենք չենք ծնվել պարտված լինելու համար։ Եվ ռուսերենում մի հատ երգ կա, ասում է, մենք որբ չենք, մենք նրա զավակներն ենք։ Մենք որբ չենք, սիրելիներ։ Մենք Աստծո զավակներն ենք, իսկ եթե Աստծո զավակներ ունես, նշանակում է, որ նրա հոգին ձեր մեջ է բնակվում։ Նրա հոգին մեր մեջ է բնակվում։ Ամեն։ Փառք Տիրոջ սրա համար։ Հալելույա։ Ես ուղղակի օրհնված եմ, որ Տիրոջ հոգին մեր մեջ է բնակվում, սիրելիներ։ Այդ զորությունը մեր մեջ է, այդ զորությունը մենք պետք է գործածենք։ Մենք պետք է աղոթենք հիվանդների համար։ Մենք պետք է աղոթենք, որ մարդիկ ազատագրվեն։ Չպիտի դադարենք, սիրելիներ։ Մենք պետք է գործենք սրա համար։ Մեր հավատքը պետք է մենք թույլ տանք, որ Աստված աճեցնի։ Եվ վերջի մի հատ պատմություն եմ ուզում պատմել։ Տարիներ առաջ նորից եկա իմ Շամշադինի պատմությանը։ Գնացել էինք Շամշադին ծառայության։ Ճիշտն ասած, ես այդ պատմությունը մոռացել էի։ Վերջերս են ինձ հիշացրել, հենց տվյալ մարդու հետ, ում հետ որ կատարվել է։ Ու տվյալ տունը գնացինք այցելության եւ տան տիրոջ թորնիկը լացում էր։ Ասացի, ինչի է լացում։ Ինքն է 10-12 տարեկան երեխա էր։ Ասում ինչի է լացում, ասացին ալերգիայից մարմինը քորում է ու այդ քորից ինքը լացում է, ցավում է այդ ամեն ինչ։ Ասացեք աղոթենք։ Իմ կյանքի մեջ իրոք մեծագույն փորձառություն էր։ Աղոթեցինք, ուղղակի ես մոռացել եմ, գնացել եմ։ Ու գիտեք, հենց այդ աղոթքից հետո այդ երեխան միջև օրս կատարելապես բժշկված է։ Ինչի՞։ Որտեվ հավատքը գործածված։ Տիրոջ հոգին մեր մեջ է։ Ուզում եմ ձեզ մի բան ասեմ։ Ես այդ ժամանակ ինձ զորավոր չեմ զգացել։ Այդ ժամանակ լուրջ ներշնչակ, լուրջ զգացմունքների մեջ չի եղել։ Պարզապես Տերը պատվիրել աղոթեմ, աղոթում եմ։ Ու այդ երեխան բժշկվեց։ Միջև այսօր արդեն անցել է, չգիտեմ, 3-4 տարի, երեխան կատարյալ բժշկված է։ Հավատք, Աստծո խոսքի վրա հիմնվել, հավատալ եւ այդ հավատքը գործի դնել։ Տիրոջ հոգին ձեր մեջ է, սիրելիներ։ Նրա զորության հոգին մեր մեջ է։ Ահա ես ձեզ իշխանություն ու զորություն եմ տալիս, ասում է Աստծո հոգին։ Միգուցե հիմա Սուրբ Հոգին քեզ ինչ-որ բաներ է հիշեցնում, որ մարդկանց համար պիտի աղոթես, քո համար պիտի աղոթես, աղոթիր հավատքով։ Տեր, այն հոգին, որ ինձ տվել ես, այն խոսքը, որ ինձ տվել ես, ես ուզում եմ դրանից ամուր բռնվել եւ շարունակել այս գործը։ Փառք Տիրոջը։ Ամեն։ Եկեք աղոթենք։